Մայեստրո Երվանդ Երզնկյանը նոտայագրերն է դասավորում պատասխանատու համերգից առաջ։ Առաջին անգամ հանրային ռադիոյի երաժշտական երկու կոլեկտիվներ՝ Արևիկ մանկապատանեկան անսամբլն ու Էստրադային սիմֆոնիկ նվագախումբը նույն բեմում են՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Միշտ ժպտա խորագրով համերգը նվիրված էր երեխաների պաշտպանության օրվան։ Նման համերգ կազմակերպելու գաղափարը երկար ժամանակ է խմորվել, վերջապես այն միս ու արյուն ստացավ, ասում է Արևիկ մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանը։ Գաղափարը խմորվեց բավականին երկար ժամանակ մեր պրոդյուսեր Շավարժ Վարդանյանի կողմից, հետո ինքը կիսվեց մայստրո Երվանդ Երզնկյանի եւ ինձ հետ եւ երկուս էլ համաձայնություն տվեցինք, որպեսզի երկու կոլեկտիվներ միատեղ մեկ բեմում ունենան համերգ։ Եթե դուք առաջին փորձին գայիք, տեսնեիք, թե այդ ինչ հսկայական էներգիա էր հորդում իրենց աչքերից, պսպղում էին, փայլփլում էին ուղակի աչքերը, երբ նվագախումբը սկսում էր նվագել։ Եվ դա ամենամեծ գնահատականն է եւ ամենամեծ փորձաշրջանը երևի իրենց համար, շատ-շատերի համար կարող է սա վերջինն էլ լինի, որովհետեւ ամեն անգամ չի որ կարող է այս կարգի հնարավորություն լինի երեխաների համար ջաջաջոջաները հետևը նստեն եւ իրենց նվագակցեն, այն էլ Երվանդ Երզնկյանի հետ միասին։ Մայեստրո Երվանդ Երզնկյանը խոստովանում է, ուսանողների հետ աշխատելը բոլորովին այլ է, քան երեխաների հետ։ Իհարկե, արևիկցիների հետ առաջին անգամ չէ, որ աշխատում է, բայց ոչ ամբողջական համերգային ծրագրով, այն էլ կենդանի նվագակցությամբ ու կենդանի կատարումներով։ Այս մի համերգը ունիկալ է այն առումով, որ մենք որոշեցինք համատեղ համերգ անենք, որտեղ կհնչեն ոչ միայն մանկական երգեր, ոչ միայն, բայց այն երգերը, որոնք մոտիկ են եւ մանուկներին եւ մեծերին նաեւ։ Ես ուսանողների հետ լավ եմ աշխատում, հանգիստ եմ աշխատում, երեխաների հետ չէի փորձել, բայց երևի ես իրանց համար մի քիչ խորթ եմ, դրա համար լսում են ինձ։ Հա, եւ առանձնապես դժվարություն չունեցա իրանց հետ։ Արևիկցիների հետ հանդես եկան արդեն ճանաչված ու սիրված արտիստներ Վարդան Բադալյանը, Արթուր Իսպիրյանը, Նայրա Մանուչարյանն ու Զարուհի Բաբայանը։ Առաջին անգամ չի որ Արևիկի հետ երգում եմ, մի քանի անգամ եղել է նախորդ տարիներին, բայց սիմֆոնիկի հետ առաջի անգամ որ բեմում լինեն եւ Արևիկը եւ սիմֆոնիկը, որի համար շատ ուրախ եմ, առաջարկը իրանց կողմից էր, ես մեծ սիրով համաձայնվել եմ, որովհետեւ շատ եմ սիրում երեխեքին ու երեխեքի հետ աշխատել, ցենց թարմություն եմ տալիս։ Այսօրվա համերգը կարծում եմ ամենաբարի համերգներից մեկն է։ 2 ժամ շարունակ Արևիկն ու Էստրադային սիմֆոնիկ նվագախումբը հանդիսատեսին տարան մանկություն, պատանեկություն, հասցրին մինչև հասուն տարիք ու հրամցրին հայրենիքին, երկրին նվիրված անմոռանալի ստեղծագործություններ։ Այս օրինակ համերգները կազմակերպելու եւ բեմադրելու համար բարձր մասնագիտական կարողություններ են պետք, նրբաճաշակ մշակումներ ու համախմբված աշխատանք։ Իսկ հանդիսատեսի գնահատականն այսպիսինն էր. կան համերգներ, որոնք պարզապես համերգ չեն, դրանք մշակութային հայտարարություններ։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։